հանուն Հոր և Որդու և Հոգուի Սրբո, ամեն։ Եղեք միամիտ աղավնիների նման և խորագետ օձերի նման։ Իսկ հնարավոր է և միամիտ լինել և խորագետ լինել։ Այո, հնարավոր է։ Հնարավոր է խորագետ լինել, բայց ոչ խորամանկ։ Խորամանկը ներքին վատ հատկություն է, նենգություն է, կեղծիք է։ Խորագիտությունը մտքի թռիչք է, իմաստություն է խորագիտությունը։ Մեր Տերը ինչ է մեզ սովորեցնում։ Հոգով սրտով միամիտ եղեք, մաքուր եղեք։ Ձեր սրբությունը, մաքրությունը պահեք ձեր մեջ Աստուծո հանդեպ, բայց մտքով, այսինքն արտաքին աշխարհի հանդեպ, եղեք խորագետ։ Հիմար մի եղեք, մի խաբվեք, ձեր մաքրությունը պահեք ձեզ, ձեր սրբությունը ձեր հոգու մեջ պահեք, սրբությունների հանդեպ պահեք, Աստծո հանդեպ եղեք միամիտ, մաքուր, սուրբ, մարդկանց հատկեպ, ոչ թե խորամանկ, մի խաբեք մարդկանց, բայց մի խաբվեք մարդկանցից, խորագետ եղեք։ Երբ կտեսնեք որոգայթ կգա, փախեք որոգայթներից, մի ընկեք որոգայթների թակարդների մեջ, բայց նաև կեղծավորություն մի արեք, ասեք ճշմարտությունը, թե ինքներդ ձեզ և թե Աստծուն և թե մարդկանց, բայց խորագիտությամբ և իմաստությամբ ասեք ճշմարտությունը, ճշմարտությանը կրող եղեք և ճշմարտությունը տարածող եղեք։ Այս բոլոր հատկանիշներին համապատասխանում էր այսօրվա տոնելի Սուրբ Ներսես մեծ հայրապետը և խադ եպիսկոպոսը։ Երբ Ներսես մեծին պետք է ընտրեին ամենայն հայոց հայրապետ, կաթողիկոս, ասաց չեմ ուզում, ասեցին բա ինչու չես ուզում, ասաց անարժան եմ, ասացին բա դու որ անարժան ես, ով է արժանավոր, լավ, ասեմ թե ինչու չեմ ուզում, այո անարժան եմ Աստծո հանդեպ, բայց դուք այդ խոսքերը անիմաստ եք համարում, որ ես անարժան եմ, որտև ավելի արժանավոր մեկին չեք գտնում, լավ, թեկուզ, թող ձեր ասածով լինել, բայց ես ինչու չեմ ուզում կաթողիկոս լինել, որովհետև ես չեմ հանդուրժելու ձեր զեխությունները, ձեր հարբեցողություններն ու անառակությունները, դուք այսօր ինձ գովում եք, ծափ եք տալիս, գլխներիդ եք դնում, վաղը պիտի անիծեք ինձ, որտև ձեր մեղքերը պիտի ասեմ ձեզ, չեմ հանդուրժելու չարիքը, կեղծավորություն չեմ անելու ձեր նման, և ոնց որ ասեց նույն Ներսես հայրապետը, այդպես էլ եղավ, Արշակ թագավորն էր, որ Ներսեսին դա բարձրացեց հայրապետական գահին, սկզբում լսում էր Արշակը Ներսես մեծին, հնազանդվում էր և իրապես առաջի շրջանը Ներսես մեծ հայրապետի խիստ բեղմնավոր եղավ, բացվեցին բազմաթիվ հիվանդանոցներ, ուրկանոցներ, միաբանական, վանական հաստատություններ բացվեցին, թերևս թեպետև չկար հայոց գիրը դեռևս, որտև Սահակ Պարթևը հայոց գիրը ստեղծեց Ներսես մեծի որդին, բայց Սուրբ Գիրքը թարգմանվում էր բառացի, բերանացի, ասորերենից և հունարենից և քարոզվում էր մարդկանց, այսինքն թարգմանչական դպրոցը իրականում Ներսես մեծն է հիմնել և իր ավարտին հարցրել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և այսպես ծաղկեց Հայաստան, ինչու ենք ասում Ներսես մեծ, որտև այնքան մեծ գործեր կատարեց, որ դարձավ մեծ։ Արշակ թագավորը չլսեց, չհնազանդվեց, ինչպես Ներսես մեծն էր մարգարեացել, այնպես էլ եղավ, Արշակին ձերբակալեցին, տարան Պարսկաստան, և այնտեղ էլ շատ հավանական է, որ Պարսից Տիզբոնի բանտերում ինքնասպան եղավ։ Իհարկե տարբեր են ասում պատմիչները, Արշակ թագավորից հետո Արշակունյաց գահին բազմեց Պապը,
Պապը սկզբում լսում էր Ներսես մեծին եւ այս երկու թագավորների հայրապետի եւ թագավորի գործունեությունը շատ կրկին պտղաբեր եղավ։ Պարսիկները հարձակվեցին Հայաստանի վրա, Ձիրավի ճակատամարտը եղավ, Նպատ լեռան վրա Սուրբ Ներսես մեծը ձեռքերը բարձրացած աղոթում էր եւ հայոց բանակը հաղթանակ տարավ, փառավոր մի հաղթանակ տարավ։ Ինչու, որովհետև միասնաբար էին, որովհետև լսում էին Սուրբ Հայրապետին եւ Սուրբ Հայրապետն էլ աղոթում էր։ Բայց երբ որ խաղաղություն տիրեց, երբ որ այլևս պարսկական հարձակումներ չկային, Պապը տրվեց զեխության, անառակության, չար ընթացքի։ Եվ այդ պատճառով Սուրբ Ներսես մեծը հիվանդացավ, ինչպես Մաղաքիա arczepiskopos Օրմանյանն է ասում, ծանր սրտի հիվանդություն ունեցավ, պատմիչներն իհարկե ասում են Պապը թունավորեց Ներսես մեծին, բայց այդպես չի համարում Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը, այլ ասում է, որ արդեն իսկ կաթվածահար էր եղել Սուրբ Ներսես մեծը եւ այդպես 373 թվականին մահացավ 45 տարեկան հասակում, 25 տարեկան հասակում հայրապետական գահին բացմեց 353 թվականին, 373 թվականին ընդամենը 45 տարեկանում մահացավ Սուրբ Ներսես մեծը, չդիմանալով այն չարիքներին, որ գործում էին թե թագավորը, թե իշխանավորները եւ թե արքունիքը։ Ներսես մեծի օգնականն էր Խադ եպիսկոպոսը։ Նրա նման իմաստուն, բարի, աստվածասեր եպիսկոպոս էր Սուրբ Խադը։ Մի անգամ գողերը մտնում են Սուրբ Խադ եպիսկոպոսի գոմը եւ եզներին արձակում են ու փախցնում են, տանում են, ուզում են տանել։ Ճանապարհին կուրանում են այս գողերը։ Աստծո պատիժն ու պատուհասը անմիջապես հասնում է նրանց վրա։ Եվ բնականաբար, երբ որ կուրանում են եւ Աստծո պատիժը տեսնում են, վերադառնում են, թե եզները լծել, քշելով բերում են, գոմերն են մտցնում, ընկնում են եպիսկոպոսի ոտքերը եւ խնդրում են, ասում են. Սուրբ Խադ, բարեխոսիր մեզ համար, մեր աչքերը թող բացվեն, մեղք գործեցինք, գողություն արեցինք։ Սուրբ Հայրապետը աղոթում է, բացվում են գողերի աչքերը, կուրությունը վերականգնվում է, եզներն էլ տալիս է, ասում է վեկալեք, գնացեք, այլևս գողություն մի արեք։ Հա, այսպես էլ Սուրբ Խադ եպիսկոպոսի իր սրբությամբ հայտնի էր մարդկանց մեջ, ինչպես Ներսես մեծը։ Ամբողջ կյանքի ընթացքում Սուրբ Ներսես մեծը լցվել էր հայոց լուսավորության գործին։ Սուրբ Ներսես մեծին կոչում են լուսավորիչ սրտերի, սրտերը մարդկանց լուսավորեց, իր օրինակով, իր բարի վարքով, իր կենցաղավարությամբ, իր սրբությամբ մարդկանց առաջնորդում էր առ Աստված։ Անկեղծ սրտով, մաքուր, միամիտ էր աղավնիների նման, բայց նաև խորագետ էր օձերի նման, որ կարողացավ 20 տարի հայրապետական գահին լինել, բայց երբեք կեղծավորություն չարեց, այո, խորագետ եղավ, կարողացավ ամենադաժան ծանր ժամանակներում հայրապետական աթոռը ամուր պահել եւ երկար չապրեց, բայց հավիտյան է ապրում երկնքում եւ այսօր մենք տոնում ենք Ներսես մեծի եւ Խադ եպիսկոպոսի տոնը եւ խնդրում ենք նրանց բարեխոսությունը։ Ամեն։